Ողջույն բոլորին, Armedia YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ։ Սկսենք երեք տեղի ունեցած դեպքից Ֆլորիդայի Palm Beach-ում զինված անձ է սպանվել գաղտնի ծառայության եւ տեղական ոստիկանության կողմից նա ներխուժել է նախագահ Դոնալդ Թրամփի Mar-a-Lago առանձնատան անվտանգային ներքին գոտի։ Իրավապահ մարմինների տվյալներով դեպքը տեղի է ունեցել մոտավորապես գիշերը ժամը 1:30-ին։ Անվտանգության ծառայությունը նկատել է, որ անհայտ անձ է մուտք գործել ներքին պաշտպանված տարածք։ Տեղում գտնվող շերիֆի տեղակալը եւ գաղտնի ծառայության երկու գործակալ մոտեցել են ստուգելու։ Palm Beach շրջանի շերիֆ Ռիկ Բրեդչոյի փոխանցմամբ տղամարդը ունեցել է բենզինի տարա եւ որսորդական հրացան։ Նրան հրահանգել են վայր դնել իր ձեռքում եղած առարկաները։ Նա սկզբում վայր է դրել բենզինի տարան, սակայն բարձրացրել է հրացանը կրակելու դիրքով։ Այդ պահին իրավապահները արձագանքել են, կրակ են բացել ու չեզոքացրել են սպառնալիքը։ Տղամարդը մահացել է դեպքի վայրում, զոհվածը նույնականացվել է որպես 21-ամյա Օստին Թաքեր Մարտին հյուսիսային Կարոլինայից։ Դեպքի պահին նախագահ Դոնալդ Թրամփը գտնվում էր Վաշինգտոնում եւ Mar-a-Lago-ում չէր։ Մեքսիկայում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ ռազմական գործողության ընթացքում սպանվել է ազդեցիկ թմրաբարոն Նեմեսիո Օսեգերան, որը առավել հայտնի է որպես El Mencho մականունով։ Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ փոխհրաձգության ընթացքում Օսեգերան ծանր վիրավորվել է եւ մահացել է Մեխիկո տեղափոխվելու ընթացքում օդային փոխադրման ժամանակ։ Նախկին ոստիկան Օսեգերան ղեկավարում էր հզոր Խալիսկո New Generation կարտելը։ Վերջին ամիսների Մեքսիկայի իշխանությունները ուժեղացրել են պայքարը թմրակարտելների դեմ ԱՄՆ վարչակազմի ճնշումների ֆոնին։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բազմիցս սպառնացել էր ուղղակի միջամտությամբ, պահանջելով ավելի կոշտ գործողություններ կազմակերպված հանցավորության դեմ։ Գործողություններից հետո Խալիսկոյում եւ այլ երկրի հատվածներում բռնկվել են բռնության ալիքներ։ Մեքսիկական լրատվամիջոցները հաղորդել են, որ առնվազն կես տասնյակից ավելի նահանգներում զինված անձինք փակել են մայրուղիներ, այրել մեքենաներ։ Անվտանգության ուժերը կիրակի իրականացրել են օդային հսկողություն, փորձելով վերահսկել իրավիճակը։ Մեքսիկական իշխանությունները բնակիչներին կոչ են արել մնալ տներում, մինչև իրավիճակը լիովին կայունացվի։ Ավիաընկերություններն արձագանքել են անվտանգության իրավիճակին։ Air Canada-ն հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները Puerto Vallarta, United Airlines-ը եւ American Airlines-ը եւս չեղարկել են տարածաշրջանային որոշ չվերթներ։ Միացյալ Նահանգների ներքին անվտանգության մարմինները ուժեղացված ռեժիմի են անցել եւ հետևում են, թե ինչ արձագանք կարող են տալ Խալիսկո New Generation կարտելի ԱՄՆ-ում գործող թմրամիջոցների մատակարարման եւ ֆինանսական ցանցերը։ Երեք մեքսիկական անվտանգության ուժերի կողմից հատուկ գործողության ընթացքում սպանվեց կազմակերպության առաջնորդ Նեմեսիո Ռուբեն Օսեգերա Սերվանտեսը։ Պաշտոնյաների գնահատմամբ ներկայումս Միացյալ Նահանգների տարածքում անմիջական սպառնալիքի մասին որևէ տեղեկություն չկա։ Սակայն իրավապահ կառույցները դիտարկում են հնարավոր զարգացումները, ներառյալ բռնության աճը։ Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ Միացյալ Նահանգների հյուսիսային հրամանատարության ներքո հունվարին ստեղծված հակակարտելային հատուկ խումբը կարևոր դեր է ունեցել համագործակցելով Մեքսիկայի զինված ուժերի հետ։ Սակայն ընդգծվել է, որ օպերացիան ամբողջությամբ իրականացրել են մեքսիկական ուժերը եւ հաջողությունը նրանցն է։ Մեքսիկայի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները տրամադրել են լրացուցիչ տեղեկատվություն երկկողմ համակարգման շրջանակում։ Ըստ աղբյուրների ամերիկացի զինծառայողներ տեղում չեն եղել։ Մեքսիկական հատուկ ջոկատայինները իրականացրել են այդ գրոհը, իսկ Միացյալ Նահանգների կողմը տրամադրել է ընդամենը հետախուզական եւ խորհրդատվական աջակցություն Մեքսիկայի սահմաններից դուրս։ Արդեն գրանցվել են հակահարվածներ եւ ըստ տեղեկությունների այսօր վրեժխնդիր հարձակումների հետևանքով զոհված է համարվում Մեքսիկայի ազգային գվարդիայի ավելի քան 20 զինծառայող։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ Կարիբյան ծովում են իրականացրել հերթական հարվածը թմրամիջոցների ապօրինի փոխադրումով զբաղվելու մեջ կասկածվող նավի դեմ, որի հետևանքով այժմ զոհվել է 3 մարդ։ ԱՄՆ հարավային հրամանատարությունը X հարթակում հրապարակած հայտարարության մեջ նշել է, որ նավը շարժվում էր Կարիբյան տարածաշրջանում հայտնի թմրանյութերի մաքսանենգության ուղիներով եւ ներգրաված էր թմրանյութերի ապօրինի փոխադրման գործողություններում։ Հայտարարության համաձայն 3 տղամարդ նարկոահաբեկիչներ սպանվել են գործողության ընթացքում, իսկ ամերիկյան զինուժի շրջանում տուժածներ չեն եղել։ Նախորդ տարվանից ի վեր, երբ սկսվել է փոքր նավերով թմրամիջոցների փոխադրմամբ զբաղվող խմբերի դեմ թիրախային հարվածների քաղաքականությունը, նման գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 148 մարդ։ Սպիտակ տանն այսօր կայացել է միջոցառում նվիրված այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին ապօրինի ներգաղթի հետ կապվող հանցագործությունների հետևանքով։ Ելույթում նախագահ Թրամփը հայտարարել է, որ նախորդ վարչակազմի վարած բաց սահմանների քաղաքականության արդյունքում Միացյալ Նահանգներ են մուտք գործել միլիոնավոր մարդիկ, այդ թվում հանցագործներ։ Թրամփը հիշատակել է 22-ամյա բուժքույրական ուսանող Լեքին Ռայլիի սպանությունը Ջորջիա նահանգում, նշելով, որ նրա մահը կանխելի էր։
Նա հիշեցրել է, որ պաշտոնավարման սկզբում էր ստորագրել Լեյքին-Ռայլիի ակտը, որի նպատակն է արագորեն հեռացնել երկրից ապօրինի ներգաղթյալ հանցագործներին։ Նախագահի խոսքով այդ օրենքի շրջանակում արդեն ավելի քան 21,000 ձերբակալություն է իրականացվել։ Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև զոհվածների հարազատները, այդ թվում Լեյքին-Ռայլիի մայրը Ալիսոն Ռայլին։ Նրանք շնորհակալություն են հայտնել վարչակազմի սահմանների խստացման եւ հանցավոր ներգաղթի դեմ պայքարի համար։ Թրամփը քննադատել է հերթական անգամ ապաստանի քաղաքների գործառույթը, հայտարարելով, որ այն պաշտպանում է հանցագործներին եւ խոչընդոտում իրավապահների աշխատանքը։ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ պետական ֆինանսավորում է տրամադրվելու աջակցելու ներգաղթյալներին, որոնք տուժում են կալանավորումներից եւ Թրամփի վարչակազմի զանգվածային արտաքսման քաղաքականությունից։ Նահանգապետի գրասենյակը կհատկացնի $35 միլիոն, որը օրենսդիր մարմինը նախատեսել էր բյուջեում բարեգործական գործընկերների միջոցով ներգաղթյալ ընտանիքներին սննդային աջակցություն եւ այլ հիմնական կարիքների հասանելիություն ապահովելու համար։ Այս գումարը լրացնում է այն միջոցները, որոնք Կալիֆորնիան արդեն իսկ հատկացրել է արտաքսման վտանգի առաջ կանգնած ներգաղթյալներին իրավական աջակցություն տրամադրելու համար։ Նահանգային միջոցները, որոնք նախատեսված են ներգաղթային իրավաբանական ծառայությունների համար, ունեն սահմանափակումներ։ Դրանք չեն կարող օգտագործվել հանցագործությունների համար դատապարտված անձանց արտաքսման դեմ պայքարում օգնելու նպատակով։ Կալիֆորնիայի ապաստան քաղաքականությունը չի խոչընդոտում նահանգային քրեակատարողական մարմիններին հանցագործությունների համար դատապարտված անձանց փոխանցել ներգաղթի եւ մաքսային ծառայության, այսի հսկողությանը արտաքսման համար։ Միացյալ Նահանգները կարգադրել է Բեյրութում գտնվող ԱՄՆ դեսպանատան ոչ էական դիվանագիտական անձնակազմին եւ նրանց ընտանիքի անդամներին լքել երկիրը։ Այս մասին այսօր հայտարարել է Պետդեպարտամենտը Իրանի շուրջ լարվածության աճի եւ հնարավոր մոտալուտ ռազմական հարվածի սպառնալիքի ֆոնին։ Զգուշացման մեջ նշվում է, որ Լիբանանում մնացող ամերիկացի պաշտոնյաների տեղաշարժը երկրի ներսում սահմանափակ է լինելու։ Բեյրութում դեսպանատան անձնակազմի կարգավիճակի փոփոխությունները հաճախ դիտարկվել են որպես տարածաշրջանում հնարավոր ամերիկյան կամ իսրայելական ռազմական գործողությունների ազդակ, հատկապես Իրանի դեմ։ Նմանատիպ կարգադրություն Բեյրութում եւ տարածաշրջանի այլ դեսպանատներում, այդ թվում Իրաքում, կիրառվել էր նաեւ անցած տարի հունիսին, նախքան նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական հարվածների հրամանը։ Վաղը նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսի համատեղ նիստում հանդես կգա State of the Union ամենամյա ուղերձով։ Պաշտոնավարման երկրորդ ժամկետում Թրամփը ներկայանում է որպես նախագահ, որն իրականորեն վերաձևում է ամերիկյան քաղաքական համակարգը։ Նա առաջ է մղել կտրուկ փոփոխությունների օրակարգ վերանայելով ներքին առաջնահերթությունները, լուրջ վերադասավորումներ է կատարել արտաքին քաղաքականության մեջ եւ մարտահրավեր է նետել իշխանությունների տարանջատման ու փոխզսպման ավանդական մեխանիզմներին։ Կոնգրեսի դահլիճում օրենսդիրները կլսեն նախագահի առաջիկա տարվա ծրագրերը։ Քննադատների գնահատմամբ հանրապետական նախագահը օգտվելով իր կուսակցության նեղ մեծամասնությունից ընդլայնել է գործադիր իշխանության սահմանները, հաճախ շրջանցելով օրենսդրական երկար եւ բարդ գործընթացները։ Վերջին 1 տարում Թրամփը կարողացել է կոնգրեսով անցկացնել իր հիմնական օրենսդրական նախաձեռնությունը՝ հանրապետականների լայնածավալ հարկային բարեփոխումների փաթեթը։ Միևնույն ժամանակ նախագահը լայնորեն կիրառել է գործադիր հրամաններ իրականացնելու իր քաղաքականությունը առանց կոնգրեսի անմիջական մասնակցության։ Հարյուրավոր նման որոշումներ արդեն վիճարկվում են դատարաններում։ Դեմոկրատները հայտարարել են, որ ելույթը տեղի ունենում խորը քաղաքական ցնցումների պայմաններում եւ խոստացել են կոշտ արձագանք։ Այս ուղերձը դիտարկվում է որպես փորձնական հարթակ այն քաղաքական ուղեգծի համար, որով հանրապետական կուսակցությունը պատրաստվում է ներկայանալ նոյեմբերյան ընտրություններին, կոնգրեսի իհարկե երկու պալատների վերահսկողությունը պահպանելու համար պայքարում։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ նախագահն ու նրա կուսակցությունը խոցելի դիրքում է։ Ամենագերագույն դատանի որոշումից հետո, որով ուժը կորցրած ճանաչվեցին նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած գլոբալ մաքսատուրքերը, Միացյալ Նահանգներ ԵՄԱ առևտրային հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել։ Եվրոպական հանձնաժողովը հայտարարությամբ նշել է, որ գործարք է եւ Վաշինգտոնը պարտավոր է պահպանել նախորդ տարվա ձեռք բերված առևտրային համաձայնագրի պայմանները։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Թրամփը դատանի որոշմանը պատասխանել է նոր մաքսատուրքեր սահմանելով։ Սկզբում 10%, ապա դրանք բարձրացնելով մինչև 15% գրեթե բոլոր ուղղություններով։ Նախորդ տարվա ԵՄԱ համաձայնագրով Միացյալ Նահանգները սահմանել էր 15% մաքսատուրք ապրանքների մեծ մասի համար բացառությամբ որոշ ոլորտային սահմանափակումների, օրինակ պողպատի վրա գործող հատուկ դրույքաչափերի։ Միևնույն ժամանակ որոշ ապրանքների, այդ թվում ինքնաթիռների եւ պահեստամասերի համար նախատեսվել էր զրոյական մաքսատուրք։ Փոխարենը Եվրամիությունը համաձայնել էր վերացնել մի շարք ամերիկյան ապրանքների ներմուծման տուրքերը, սակայն այժմ պարզ չէ,
Արդյոք Թրամփի նոր 15% համընդհանուր մաքսատուրքերը չեղարկում են նախկին համաձայնագրերը։ Եթե այդպես է, ապա ԵՄ-ի համար նախատեսված զրոյական մաքսատուրքային բացառությունները կարող են վերանալ։ Բացի այդ, ԵՄ-ն կկորցնի իր հարաբերական առավելությունը, քանի որ 15% դրույքաչափը կարող է կիրառվել նաև այն երկրների նկատմամբ, որոնք որևէ առևտրային համաձայնագիր չունեն Միացյալ Նահանգների հետ։ Արդեն այսօր նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է երկրներին, որ չհրաժարվեն Միացյալ Նահանգների հետ վերջերս ձեռք բերված առևտրային համաձայնագրերից։ Թրամփը հայտարարել է, որ եթե որևէ երկիր փորձի խաղեր տալ դատարանի որոշման շուրջ, ապա Միացյալ Նահանգները կկիրառի զգալիորեն ավելի բարձր մաքսատուրքեր, հիմնվելով այլ առևտրային օրենքների վրա։ Սոցիալական ցանցում հրապարակած գրառման մեջ նա նշել է. ցանկացած երկիր, որը ցանկանում է խաղեր տալ Գերագույն դատարանի այս անհեթեթ որոշման շուրջ, հատկապես նրանք, որոնք տարիներ եւ նույնիսկ տասնամյակներ շարունակ շահագործել են Միացյալ Նահանգները, կբախվի շատ ավելի բարձր մաքսատուրքերի եւ ավելի խիստ պայմանների, քան այն, ինչին վերջերս համաձայնեցվել է։ Նախագահը նաև չի բացառել առևտրային գործընկերների նկատմամբ լիցենզավորման վճարների սահմանումը։ Թրամփի սահմանած նոր մաքսատուրքերը նախատեսվում է, որ ուժի մեջ են մտնում արդեն երեքշաբթի վաղ առավոտյան։ Միաժամանակ ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայությունը հայտարարել է, որ կդադարեցնի այն մաքսատուրքերի հավաքագրումը, որոնք Գերագույն դատարանը ճանաչել է ապօրինի։ Գրենլանդիայի վարչապետ Յանս Ֆրեդրիկ Նիլսենը մերժել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը Գրենլանդիա ուղարկել ամերիկյան Մերսի հոսպիտալային նավը։ Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարել էր, որ Լուիզիանայի նահանգապետ եւ Գրենլանդիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեֆ Լենդրի հետ աշխատում է Մերսի նավը ուղարկելու ուղղությամբ։ Նախագահը վերջին ամիսներին բազմիցս է հայտարարել, որ ցանկանում է վերահսկողություն հաստատել արկտիկական այս տարածքի նկատմամբ։ Նիլսենը Facebook-ում արձագանքել է, որ Գրենլանդիան ունի պետական առողջապահական համակարգ, որտեղ քաղաքացիների համար բուժումն անվճար է։ Նրա խոսքով դա երկրի գիտակցված ընտրությունն է։ Նա հավելել է, որ Գրենլանդիան բաց է երկխոսության համար եւ համագործակցության, սակայն կոչ է արել Վաշինգտոնին խոսել իրենց հետ, այլ ոչ թե սոցիալական ցանցերում հայտարարություններ անել։ Միացյալ Նահանգների հյուսիս-արևելյան հատվածում Մերիլենդից մինչև Մեյն հայտնվել են ձնաբքի կենտրոնում։ Դելավերից մինչև Մասաչուսեթս հայտարարված է արտակարգ դրություն։ Օդերևութաբանները փոթորիկը բնութագրում են դասական բոմբային ցիկլոն։ Նյու Յորքում եւ Բոստոնում չեղարկվել են հանրային դպրոցների դասերը, իսկ Ֆիլադելֆիայում անցել են առցանց ուսուցման։ Ըստ FlightAware կայքի տվյալների այսօր Միացյալ Նահանգները մուտք գործող կամ երկրից մեկնող ավելի քան 5000 չվեր չեղարկվել է։ Ամենաշատ չեղարկումները եղել են Նյու Յորքում, Նյու Ջերսիում եւ Բոստոնում։ Ռոդ Այլանդի Գրին միջազգային օդանավակայանը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է բոլոր գործողությունները։ Որոշ շրջաններում հասարակական տրանսպորտի երթևեկությունն էլ ամբողջությամբ դադարեցված է։ Այսօր վաղ առավոտյան ավելի քան 500,000 բաժանորդ դեռևս առանց էլեկտրաէներգիայի էր։ Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը հայտարարել է, որ կոմունալ ծառայությունները հնարավորինս արագ կվերականգնեն էլեկտրամատակարարումը, սակայն ժամում մինչև 80 կմ արագությամբ քամիները կարող են հետաձգել աշխատանքը։ Այսքանն էինք առանձնացրել այսօրվա համար։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։